19-րդ դարում ազգային վերելք ապրած Ֆինլանդիան 20-րդ դարի սկզբում անկախանալով կառուցեց ազգ բանակ, որը իրեն թույլ տվեց մոնստր Սովետ միության հետ, իր հետ համեմատ, դա ինչ ասեմ, ոնց որ մենք ու Թուրքիան, միացյալ Թուրքիան, Բաքվի հանրապետության հետ միասին, կարողացավ հավասարի կռվել, քաղաքական պարտություն կրեց եւ քաղաքական պարտությունով ստորագրեց թուղթ եւ հանձնեց Վիբուրգը, բայց դրանից հետո գտնելով ուժեղ դաշնակցի հետ միասին, դրանից ընդամենը 2 տարի հետո հարձակվեց փոքրիկ Ֆինլանդիան մեծ Սովետ միության վրա, որովհետև ազգ բանակ էր կառուցում, դեռ չէր էլ ավարտել, այնտեղ խնդիրներ ունենք մի քիչ տարբերվող լեզվամտածողության մեջ, իրանք մի քիչ սառը ժողովուրդ են, բայց դրա հետ միասին շատ վաղուց զենք ունենալու թույլտվություն ունեն, սրանից 100 տարի առաջ դեռ